Քանի որ մեր նախորդ զրույցը կանգնեց այն պունկտի վրա մի քիչ կին տղամարդ բան, մի քիչ կին տղամարդ էլի, ինձ միշտ գիտես ի՞նչն է հետաքրքրել, որ ոնց է տեղի ունեցել այս բանը, այս հարաբերությունների էվոլյուցիան։ Մի օր մենք խոսում ենք դրա մասին մի քիչ։ Ոնց է այդ փոփոխությունը ոնց է տեղի ունեցել ու այդ փոփոխությունը ոնց որ ինչի է եկել հանգել, որովհետև հիմա բաներ ես տեսնում, այսինքն հարաբերության մոդելային առումով ինչ-որ փոփոխություններ ես տեսնում, որը որ դու չէր տեսնի 30 տարի առաջ խոսքի։ Այն առումով փոփոխություն, որ 30 տարի առաջ մարդիկ ընտրում էին մարդկանց ու վсё։ Էդ էր։ Այն ժամանակ դու ոչ բաժանության մասին կլսեիր, դա ես Հայաստանի մասին եմ էլի ասում։ Աշխարհում էլ երևի շատ տեղերում։ Հիմա ես չեմ կարող դրան ոնց որ անուն կպցնեմ, ասեմ, օքեյ, ժամանակ կոնսերվատիվ երեսերեն էր, որովհետև հիմա էլ ինչը որ կատարվում է, հիմայի համար է բնական, այն էլ այն ժամանակի համար էր բնական, ոնց որ չես կարող պիտակավորես էլի բան, բայց ինձ միշտ հետաքրքրել է, թե ինչով է դա պայմանավորված եղել, որ հարաբերությունների մոդելը ոնց որ գնալով փոխվել է ու ոնց որ խի է փոխվել էլի, ինչն է դրան ուղղորդել, որ այդ հարաբերությունների մոդելը փոխվի։ Խի մարդիկ հիմա օրինակ իրար հետ այդքան կայուն ու երկարաժամկետ չեն տեսնում հարաբերություններ, խի ամեն չնչին ինչ որ փոքրիկ բաներից կարան մարդիկ օրինակ իրար թողեն ու խի ոնց որ բան չկա էլի, այդ դժվարությունները իրար հետ ոնց որ անցնելու ստիմուլ ոնց որ չլինի, փոքր բաներ, բայց այն ժամանակ էլ այլ ա եղել, որ այն ժամանակ էլ իրանք իրանց կյանքի վրով են անցել, բայց չեն թողել։ Էդի ինչ էր, էդ էլ մի բան չէր։ Հիմա ուր է տանում այս փոփոխությունները ու որոնք են պատճառը, որ եկել է սրան, ինչ ես դու կարծում։ Ինձ թվում է մի քանի ասպեկտներ կան, մի բան չի, երկու բան չի, մի քանի բաներ են։ Շատ էր բարձր, ճիշտ է։ Բայց այն որ հարաբերությունները փոխվել է, դրա մեջ շատ մեծ դեր ունի նաև կնոջ անկախացումը, հաստատ, որովհետև կինը ֆինանսապես կոնկրետ կախված է եղել տղամարդուց ու եթե նույնիսկ տղամարդը ծեծել է, չգիտեմ, վատ է վարվել, բան է արել, մեկը, ասենք, վախեցել է, որովհետև գնա մենակ նախ եւ առաջ ծնողներդ հետ չեն ընդունի, դու կոնկրետ անջատ։ Դու կոնկրետ սոցիալապես, չգիտեմ, գիտես թե հարևաններ, բարեկամներ, բոլորը խարազանվում ես, այսպես ասած, սոցիալապես կոնկրետ խարազանված ես զգում։ Ծնողներդ են ընտանիքից դες կտրվում կամ ընտանիքը չի ընդունում քո որոշումը, ոչ բոլոր ընտանիքներն են ընդունել, եթե նույնիսկ ասենք իրանց աղջիկը ծեծվել է, իրանք մեկը չեն ընդունել, որ կարող աղջիկը բաժանվի, հետ գնա ծնողների հետ ապրի։ Ֆինանսական կողմը, որ հիմա կանայք ավելի առանց կարողան, ոչ բոլորը, որոշ կանանց բան կա, որ տենդենս կա, որ ավելի շատ բան ունեն, ֆինանսական ապահովություն ունեն, կարան իրանց գլուխը պահեն։ Հետո աշխարհի տեսակն է տենց նույնից եղել, որ եթե նույնիսկ երեխեք ես ունեցել, կարող է նույնիսկ վախենալ, որ երեխեքիդ կարող է չտային քեզ, որովհետև տղամարդը միշտ ավելի բան դերում է եղել, որ ապահով ու դատարանները բաները ավելի տենց օրինակ ավելի կարող է առաջնություն տային, սկսկի կարող է դատարանին էլ չհասներ, պրոստը, ասենք, ընտանիքներով որոշեին, որ ոնց կարա կինը բաժանվի տենց։ Բայց նաև ակնկալիքների փոփոխություն կա, որ հիմա ասենք բաժանությունները մի հատ բան կա, չգիտեմ, Esther Perel-ին գիտես, հարաբերությունների բան է ինքը coach է, ու ասենք իր podcast-ը որ լսում ես, ասենց այն ոնց որ ահա որ իմաստուն կինա, թե ոնց է ճիշտ հարցերը տալիս, ճիշտ զույգերի բաների ժամանակ, խոսակցությունների ժամանակ, ու մի հատ լավ բան ուներ ինքը ասում է այն ժամանակ, երբ որ մարդիկ բանը իրանց ակնկալիքները հարաբերությունների մեջ մի ամբողջ գյուղից ակնկալիքներ ունեին, այդ ամբողջ գյուղից ակնկալիքները, որտեվ հասարակությունները միասին են ապրել, չէ՞, այն ժամանակ, ասենք տատիկ պապիկների հետ էս ապրել, հարևանների, հոր քուր, մոր քուր,
չգիտեմ, հորքուրի աղջիկները, հոպար երեխեքը շուրջը տեն եղել, չէ՞, դու community-ի մեջ ես ապրել։ Մեծ, շատ մեծ։ Ու բոլորից տարբեր բաներ ես ստացել, չէ՞, էմոցիոնալ։ Հիմա կյանքը եկել է նրան, որ մենք բոլորս ահավոր շատ աշխատում ենք, առանձնացել ենք, ու մենք փորձում ենք այդ բոլոր ակնկալիքն այդ բանի էմոցիոնալ բաները մի հոգուց ստանանք, չէ՞, չի հերիքում։ Ինքը ասում է բանը, հիմա պարտներներից մի ամբողջ գյուղից ինչ ակնկալիք ունեինք, մենք հիմա մի հոգուց ենք ուզում ստանանք այդ ամեն ինչը, ու ասենք, չես կարա, էլի, չի կարա մի հոգին քեզ այդ ամբողջը տա։ Հա։ Ու ակնկալիքներն են բացած, երկրորդը նոր պարտներ գտնելու մեզ թվում է, թե հեշտ է։ Հեշտ բան չի։ Որովհետև այս new app-երի հետ, բաների հետ, այս Tinder բաների հետ կապված մարդկանց թվում է, թե նոր պարտներ գտնելը ավելի հասանելի է, ավելի հեշտ է։ Հա, այս հիմա ստեղ չի աշխատում, շուտ վերջացնեմ, գնամ մեկը լիքնդեղ մարդ կա, կգնամ մեկին կգտնեմ։ Հա։ Այդ բայց չի լինում այտենց։ Հա, որ հասկանում ես, որ իրականում շատ դժվար է, նույնիսկ եթե լիքը մարդ կա, այնտեղ որ մենակ կա։ Որ հասանելիություն ունես բոլորին, բայց մեկը բանը այտենց ոնց ասեմ, համապատասխան մեկին գտնելը միշտ իսկ այդ համապատասխանությունների առումով ոնց որ այդ կրիտերիաները ինքը բավականին փոխվել է, չէ՞, որովհետև երբ որ այն ժամանակ օրինակ այդ հասանելիությունը չկար բան, մարդիկ խոսքի կարային ասեն, դե հիմա էս է։ Ու իրանց ընտրությունը կատարեին օրինակ, չգիտեմ, 2 հոգու մեջ, օրինակ եմ, հա ասում։ Ու հիմիկվա ընթացքն էլ, այսինքն հենց է, որ հիմա էլ հասանելիությունն այնքան մեծ է այդ դաշտը, որ դու մեկ-մեկ քեզ կորած ես զգում, ասում ես ախպեր, իմ ընտրությունն ինչու՞մն է կամ իմ կրիտերիաները ինչու՞մն են։ Ու այդ մեծ դաշտի մեջ դու լիքը կրիտերիաներ ես լցնում քո գլխում, ու ասում ես, ոնց որ այդ մեծ դաշտից մարդկանցից լիքը կրիտերիաներ, ու ասում ես ախպեր, քելես մեծ դաշտից մեկին գտնեմ, ով սաղ կունենա իր մեջ, ճոգում ես։ Ու էդ էլ բերում է նրան, որ զգում ես, որ դժվարություն կա հիմա ընտրություն կատարելու, որովհետև քո կրիտերիաները, այս քո ասածի պես, ասում ես մեկից ամեն ինչ ստանաս։ Հա։ Հա, այդ բանը, հա, կոնկրետ խնդիր է։ Հետո էլ քանի որ այդ բանը ոնց որ այդքան հեշտ է գնալ մարդկանց հանդիպելը դարձել։ Դիմացինը էլ դու էլ չեք բացում ձեզ, չեք բանանում, որ էսի հատուկ հնարավորություն է, արի օգտագործեք այս հնարավորությունը։ Դու գիտես միշտ մտքում ես, որ անգեր դե տեսնեմ, կլինի, չի վաջորդը։ Որ գալի ասում են, ընդունին ինձ այդպեսին ինչպես ես կա։ Խոսքի հետ որ դու, չգիտեմ, զիբիլ մի տրամադրության մեջ ես եթում ես, տեսվես ընկեր դե մի զիբիլ եմ, թող ընդունի ինձ։ Օրինակ եմ ասում։ Հա, բայց մարդը առաջի անգամ դու վիզ չես դնում, դու չես ուզում ներկայացնես քո լավ կողմերը, ինչ որ տեղերում էլ վատ կողմերը, խոսես քո մասին, որովհետև դու քո մտքում գիտես դե հա ախպեր Tinder-ում մի 100 հատ էլ չպատասխանած նապակ կա, կեթամ վաղը կարող է ավելի լավ լինի, ճոգում ես։ Դա էլի այդ բանը որ այդ հեշտությունը էլի ոնց որ հնարավորությունը որ միշտ կա, թե ոնց որ բան է էլի։ Չգնահատես այդ հնարավորությունը։ Շոփինգի պես է դառը, քուր։ Որ բան է էլի, բայց այդ կոնկրետ դժվար է, որովհետև մարդիկ էլ հետ այդ կրիտերիաներն էլ կախված, ասենք մի մարդ կա, մեկի մոտ կարա լինի, չգիտեմ, six pack-ն է, կամ չգիտեմ, իրանց բանը աշխատանքային պոզիցիան, իհարկե, դա կարևոր է։ Ինչ դե կանանց համար, տղամարդկանց մասին է կարևոր, տղամարդկանց համար էլ կանանց, չգիտեմ, ֆիզիկական տեսքն է երևի շատ կարևոր, չգիտեմ, բանը լի բոյով լինի, երկար ոտքեր ունենա, չգիտեմ, սիրուն կրծքեր ունենա եւ մնացածը։ Հա։ Այսինքն ֆիզիկական վիզուալ բանը ահավոր մեծ է։ Ես, այսինքն ոնց է, քո ասածի պես ոնց որ շոփինգը լինի, դու մտնես այնտեղ ոնց որ բաները լինեն, էլի, այտենց մանեկենները լինեն, դու նկարես թերթում, ասում ես, չէ, ես մեկը չէ։ Ու սենց գնաց, մինչև մաղվում, ինչ որ մեկին հանդիպում ես ու մինչև գալիս է այդ պահը, որ դու մեկին հանդիպում ես, արդեն դու էմոցիոնալ հանգած ես ալնում, որովհետև ասում ես, արա այդքանից հետո ես մեկին եկա ես հանդիպա ու դու այդ ամեն մարդու նկարի հետ մի էմոցիա ես ապրում։
Էմոցիաներդ բթանում է, սպառվում է, հետո դու գնում ես ինչ-որ մեկին տեսնելու, էլ ներսդ բում չի կատարվում։ Հույսդ էլ է կորում, էլի, դե հույսդ էլ է կորում, որ էլ չես բանանելու։ Հետո ինչ որ բայց նորից մենք գնում ենք այդ դոպամինի հետևից, չէ՞։ Ճիշտ ես ասում։ Մենք գնում ենք, որ այդ օրը, այսինքն գնում ես, որ այդ օրը այդ դոպամինը ստանաս։ Սիրո դոպամինը, չէ՞։ Բայց այդ էլ առաջի օրը ոնց կարաս այտենց, այսինքն լինում է, հա, 1000-ից 1 լինում է, որ ասենք կոնկրետ շատ լավ կարողանում ես կապվել այդ անձի հետ, կիսես խոսակցությունների մեջ մտնես, որ այդ քեզ շատ հետաքրքիր է, որ հա դոպամին ես ունենում, կարող է այդ բանը զգաս այդ բաները ոնց որ ասած, բայց էդի նորից ոչինչ չի ասում անձի մասին, նորից չի ասում դու կարաս այդ մարդու հետ ապրես вообще թե չէ։ Դու ջոգել ես, նկատել ես, որ միշտ նոր մարդուց ավելի շատ դոպամին ես ստանում, քան հին։ Ոչ թե հին, այլ հա։ Հա, որ ասենք իմացած այդ անձից, հա։ Հա, չէ։ Ու ոնց որ էդ էլա, չէ, մի հատ ծուղակ, որը որ մարդուն միշտ փորձում է ոնց որ տանի նորին, որովհետև ոնց որ միշտ հույս կա, որ այդ նորի մեջ դու ավելի շատ ես ստանալու, ու դրա համար ոնց որ այս հիմիկվանում դու լրիվ չես ներդրվում, ասում ես դե ինգեր նորում միշտ էլ նորի մեջ ավելի շատ ալելու դոզան, էլի։ Հա, այդ որ բանը մեկ-մեկ որ, հա, այո, այդ նորին բան ես անում, մտածում ես բանը կա որ հավանականությունը կա որ ավելի բուրըն կլինի առաջի հանդիպումը այս այնա, չէ՞։ Միշտ էլ առաջի հանդիպումը միշտ էլ առաջի այդ շրջանը, չէ՞, առաջի։ Հիմար ինչ որ չգիտեմ, ամենալավ cool կինոյի տղա աղջիկ մասից վիճակներ ու հոպ դոպամինի ինչ որ դոզաներ ես ստանում, ասես թիթեռնիկները հելնում են, պտտվում են բաներ, արա։ Հա, այդ ամեն ինչը կա։ Մինչև հետո կռիվներն ես։ Մինչև հետո արդեն կռիվներն ես սկսում, հա։ Եթե այդքան ձգեցիր էլի, այդ կռիվների միջով էլ վրանցում ես, իրական դրանից հետո կարա հավես լինի, որտեվ այդ կռիվները գալի է։ Էդ էլ ասենք էլի, որովհետև իրականում տենց բան կա, հստակ բանել կա էլի իմացված, որ բոլոր ստատիստիկաները, բոլոր բաները, զույգերը սկզբից պետք է ոնց որ դու քո սահմանները մի հատ հասկանաս, մյուսի սահմանները որտեղ են, քո սահմանները որտեղ են, դու քո ակնկալիքները ինչա, ու սենց մի հատ քրաշեր եք ունենում սկզբից, մինչև արդեն հասկանում ես մյուսի ինչա ուզում քեզնից, դու ինչ ես իրանից ուզում, արդեն հարմարվում եք իրար, արդեն դրանից հետո այդ սահմանների մեջ կոմֆորտնի կարում եք իրար հետ տեղաշարժվել, չէ՞։ Բայց էլի լինում է իհարկե մեջտեղ այնպես քրաշեր բաներ, բայց գնալով կարող ավելի հանգիստ լինի, էլի ոնց ասեմ։ Հա։ Իսկ օրինակ հիմիկվա էս մոդելը, էս հիմա ոնց ասեմ, չասեմ, չգիտեմ, ես համարում եմ մի քիչ անկայուն ինչ որ ընթացք հիմիկվա էս մոդելը, էլի հարաբերությունների բան։ Էդի մարդկանց վրա ոնց է, կամ ընտանիքներում, կամ երեխաներ, ես օրինակ որ տես մեկ-մեկ բան եմ մտածում եմ այդ ուղղությամբ, բան եմ անում, որ շատ էդի շատ ոնց որ խոց կա այդ ամեն ինչի մեջ, ցավ կա այդ ամեն ինչի մեջ, էլի ոնց որ անընդհատ նոր մարդիկ կամ նոր մարդու հետ ինչ որ, չգիտեմ, մի մարդու հետ երեխեք, հետո մյուսի ու սենց ինչ որ վիճակներ ու այդ նոր սերունդը ինչ տրավմաներ է էլի ստանալու այդ ամեն ինչից ինձ էդ էլ է հետաքրքիր, որովհետև ոնց որ կայունություն չլինի այս մոդելի մեջ։ Անընդհատ թռվռաս, հոպ, սենց միշտ կա այդ թռվռալու հնարավորությունը, էլի ջոգում ես։ Հա, դե էլի նորից երկու անձից է կախված ոնց կարաս կառուցես, որտի նախ եւ առաջ հասկանաս, որ հեշտ չի պարտներ գտնելը, համապատասխան, այդ որ հասկանում ես, փորձում ես իրական գնահատես այն ինչ որ ունես, եթե նույնիսկ իդեալական չի։ Բայց հա, այդ իրական երեխեքի համար դժվար է, ինձ թվում է բան անելը, այդ բաժանությունները, բաները բավականին դժվար բաներ են դրանց երեխեքի համար տրավմաներ են, որտեղ կոնստրուկտ է, իրանց ապահովության բանն է, չէ՞, ծնողները ոնց որ իրար հետ իրանց ապահովության զոնան է, մեկ էլ այդ կոնստրուկտը կոտրվում է, ասենք երեխեքի համար կարա բավականին դժվար լինի, ինձ թվում է։ Ու ոնց որ դրանից դաժե զատել, այսինքն հələ հարաբերությունները մի կողմել, մարդիկ ոնց որ դու զգաս զուտ միջանձնային հարաբերությունների մեջ էլ է թռվռալը զգաս, էլի։ Ոնց որ կայուն հարաբերություններ ընկերական, բան, չես կարող ստեղծես։ Շատ հազվադեպ է, չասեմ, շատ հազվադեպ է ստեղծվում, որովհետև ինչ որ դու զգում ես, որ դու քո կողմից լիքը ինիցիատիվա կդնես բան, եթե էլի հիմա կարող է դիմացինն էլ ասի ես եմ իմ կողմից դնում բան, բայց ոնց որ
եթե sense նայենք ռացիոնալ թե ոնց ես դու քեզ դրսևորում բան եւ այլն կամ տեսնում ես դիմացիներին, դու ընդհանուր դաժե մարդկանց մեջ ընկերությունը տեսնում ես, որ մարդիկ այն ինիցիատիվան չեն դնում, ինչը որ կբերի կպահի, էլի այդ հարաբերությունները հասկանում ես, ու տենց էլ ընկերություններն էլ դու չես տեսնում, որ կայուն են, պինդ են, բան են։ Ու ես գալիս եմ նրան, որ տես օրինակ Հայաստանում էլի ընկերություններ կա։ Դու տեսնում ես ընկերության մոդելներ մարդկանց մեջ, որոնք որ մնայուն են, պինդ են խոսքի։ Մենք states գիտենք էդի։ Բայց օրինակ Գերմանիայում ես խի եմ որպես օրինակ բերում, ես մտածում եմ ընկերությունն էլ իր մեջ ստանալու, տալու բան ունի, չէ՞։ Որ ամեն ինչի մեջ իր շահը կա, սենց ասել, կոպիտ ասած էլի, չէ՞։ Սեր ես կիսում, ընկերությունը ահա որ մեծ սիրո մասին է իրականում։ Հա։ Ու այդ սեր կիսելու ընթացքը ինքն էլա ցավաբեր, այսինքն միտեղ ֆեյլ կտաս, միտեղ կլինի, միտեղ չի լինի, միտեղ կբացվես, կփորձես ընկերություն անես, չեն հասկանա, կխոցվես ու սենց բաներ, չէ՞, սենց է ընկերանում։ Իսկ այդ կոմֆորտիզացված հասարակություններում, որտեղ որ մարդու պահանջմունքները, իր բնական կարիքների պահանջմունքները բավարար չափով բավարարված է, այդ մարդիկ ոնց որ չուզենան գնան ֆեյլերի, չուզենան գնան գտնեն ընկերություններ, որտեղ որ իրանք թողբոհերի մեջ կլինեն, բաներ կապրեն, բաներ տեղի կունեն, իրանք ասում են, չէ, ախպեր, ես իմ քառակուսին ունեմ, կլրվեմ օրինակ, ժոստիկս կվեկալեմ, կսկսեմ խաղալ։ Օրինակ, հա։ Բայց էդի մենակ էդի կոմաս, էդի այն անձիկ են իրականում, որ իրանք իրանց դեմ էլ չեն բացվում, դրա համար չեն կամ իրանք ուրիշների դեմ բացվել, ինձ թվում է։ Չես էլ կարող ակնկալես, որ մարդիկ քո դեմ էլ բացվեն։ Բայց օրինակ ես Գերմանիայում, ասենք, շատ լավ ընկերներ ունեմ, որ օրինակ, չգիտեմ, մի քանի հոգի, որ կյանքի ընկերներ են ու կմնան, ասենք, իրանք ու իմ շատ դժվար իրավիճակներում գիտեմ, իրանք շատ միշտ կողքիս են, գիտեմ, էլի այդ հոգևոր կապը կա, բայց նրանից հա որ դու քո կողմից լիքը բան ես, չի արել։ Հա։ Ապացուցել ես դաժե, չէ՞, նայել ինչ որ միտեղ։ Ոչ թե ապացուցել ես, այլ լիքը բաց տրամպլին ես տվել, ասել ես, տես, ես լրիվ եմ խոսքի։ Այո, բայց նաև իրանց պետք եղած պահին ես եմ իրանց համար ընդեղ, իրանց պետք եղած պահին իրանք են իմ համար կան։ Բայց նաև այն, որ իրանք այն անձիկ են, որոնք նաև փնտրում են խորը ընկերություն, խորը հարաբերություններ, խորը ընկերություններ։ Թե չէ, եթե իրանց հետաքրքիր չլինեին խորը հարաբերություններ ու ընկերություններ, այդ ինչից կարա մի կողմանի դու ուզենաս խորը հարաբերություն ունենաս ինչ որ մեկի հետ, եթե իրան այդ ոչինչ չի տալի ու ինքը հետաքրքրված չի դրանով։ Լրիվ համաձայն։ Եթե ինքը հետաքրքրված է այդ իրան ինչ որ բան տալիս է ու ձեր կապը երկուսիդ էլ ինչ որ բան տալիս է, ուրեմն բռնեց։ Իրականում դուք երկուսդ էլ ինսենտիվ ունեք, ոնց որ պատճառ ունեք իրար հետ երկարատև ճանապարհ գնալու կյանքի, ոնց որ ասած։ Ու այդ իրական դրա համար ես որ հիմա նայում եմ ընկերությունների մասին, լուրջ այսօր այդ մահվան խոսակցությունը ունեցանք, չէ՞, ես որ հիմա մտածում եմ հանգարց եթե ասենք կյանքա, չգիտես, ոչ մեկս չգիտենք, բայց որ մտածում եմ մի օր որ լինի, որ ասենք մահվան մոտիկ լինեմ ու իմանամ հեսա մահը գալու է, ասենք որ հետ նայեն իմ համար ամենակարևոր բաները լինելու են իմ հարաբերությունները մարդկանց հետ ու այդ ընկերները, որ ես ինչքան սիրուն պահեր եմ ես կիսել սիրուն մարդկանց հետ ու այդ ամենահարուստ բանն է, ամենակարևոր բանն է, որ քեզ կարա հարուստ ինձ համար, որ բան է ու դրա համար ընկերությունները լուրջ կյանքդ շատ կարան լցնեն։ Օրինակ ինչ ես գտնում ընկերության մեջ, ինչա քեզ տալիս։ Հա գիտեմ, դե ընկերություններն էլ են տարբեր, հազար ու մի տեսակի, հազար ու մի պահանջմունքներ կարաս գողացնես բան, տարբեր ընկերների հետ բան, բայց ոնց որ որն է քո հիմնակարային այդ բաները, բազան, որ դու այդ մարդու հետ կարաս կառուցես, էլի ինչ տիպ է քո համար ոնց որ ընկեր կոչեցվածը, կամ ինչ հատկությունների կրող կամ ոնց կարաս դու մարդու հետ ընկերանաս, ինչ տիպ պետք է ինքը լինի, որ ճարժեքների կրող բան, ինչ փիլիսոփայության։ Նախ եւ առաջ պետք է մարդը պրոստը կարողանա բացի իրան, որ կարողանամ հետը բացվեմ, խոսեմ այդ մարդու անձի մասին, այլ ոչ թե իր այտենց կյանքում իր աշխատանքը ոնց է, իր ուտելիքը ոնց է, չգիտեմ, այսինքն իր ներքին աշխարհից մի բան հասկանամ։ Հա։ Կարողանա բացի ինձ իմ
դիմաց։ Հա, չէ, պետք է մի քիչ կարողանա բացի էլի, չէ։ Այո, որ եթե այդ ներքին աշխարհը չկարողանաս այդ մարդու բան անես, մտնես։ Իմաստը որն է անընդհատ անկապ։ Ահա, այտենց ընկերներ կան անկապ հենգաութ ես ելնում, բայց ինչքան էլի։ Հա։ Բանը մաքուր պետք է լինեն, անկեղծ լինեն։ Հետաքրքրված նաև իմ կյանքով, որտեվ ես իրանց կյանքով հետաքրքրված եմ, եթե բանը, հետաքրքրված իմ անձով, որովհետև ես ահա որ հետաքրքրված եմ իմ ընկերների ու իմ մոտիկ մարդկանց անձերով, ինձ անձերը, անձերը հա շատ հետաքրքիր են իմ համար, շատ մարդիկ իմ համար ամենահետաքրքիր օբյեկտներն են բանանելու, օբյեկտ չէ, սուբյեկտներն են բանանելու, քննելու ու բացահայտելու։ Հա, չէ։ Մարդիկ ամենահետաքրքիր սուբյեկտներն են, որ բացահայտես, սովորես, նայես, տարբեր ֆորմաներ, տարբեր տեսակներ, ու ասենք sense ու այդ նրա մասին չի որ բան լինեն, անթերի լինեն, ընտիր լինեն, բայց հակառակը այդ թերությունները ու այդ ոչ perfect-ի, ոչ բան լինելը, perfect լինելը ոնց են ասում, ոչ իդեալական լինելը, ամենակայֆը հենց այդ թե իրանց միտքը ոնց ես ամենամեծ հաճույքն եմ ստանում ընկերներիս հետ նստեմ, իրանց հետ խոսեմ, իրանց մասին պատմեն, ու ես մտածում եմ, մարդու միտքը ոնց է աշխատում։ Ինձ բացում է այդ ուղղակի մտածել իր միտքը ոնց է աշխատում։ Հա, ճիշտ է։ Ու ասենք այդ խոսակցության մեջ մտնել, թե ինչի ես այդպես մտածում, բայց ինչի sense չես մտածում, նես չես։ Հա։ Ասենք այդ այդպես ընկերություններ եմ սիրում, որ կարին ասես նստես։ Ոնց որ էդի կառուցիչ է։ Այն ամենա իր սրտի մեջ մտնես, բզբզես, որովհետև ինքն էլ տուն գնաս, գա որ իր սիրտը ես բզբզել եմ այսօր։ Հա, ինչքան բացվեց, չէ։ Որովհետև որոնց ուզում ենք, որ մեր սիրտը բզբզեն մեկ-մեկ։ Հա, ինձ թվում է դա լուրջ կարիք է, դա լուրջ պահանջմունք է, որ մեզ բացեն։ Օրինակ ես ինքս իմ վրա ինչ եմ բանարել, ինչ եմ ֆիքսել, որ իմ համար ինքնաճանաչումը դա քո ասացի պես մարդկանց չերես մարդիկ է։ Ապրոց։ Ես որ մարդկանց սկսում եմ բզբզել, բան անել, տիպերը ջոգել, իրանց կեցությունը, իրանց ապրելակերպը, ոնց է աշխատում ներսը, բան, ես այդ ինֆորմացիայով եմ հագենում։ Դա ոնց որ իմ համար լինի հենց այն բնատուր ինֆորմացիան, ինչը իմ աշխարհ ճանաչության քաղցը բավարարում է։ Ահա։ Ու երբ որ իրանք էլ ինձ են բզբզում, ես սկսում եմ ինքս ինձ ճանաչել։ Ու ոնց որ ես իմ մեջից բաներ ա դուրս գալի, ասում եմ, «Ոյ ախպեր, նոր դու ասես»։ Ես նոր դու ասես, ես ինչ ոնց եկա դրա վրա։ Հա։ Ու այնքան հետարքիր է դա, որ տարբեր մարդիկ կարան տարբեր կողմերից քեզ բզբզեն, ու դու տարբեր բաներ դուրս բերես, ու ասես ախպեր, օր էս ինչ կողմեր են հելնում։ Բայց մինչև այդ պետք է նաև լիքը ներսումդ հարցեր գոյացած լինեին ու քեզ տված լինեիր, որոնք որ դաժե խոսքի վերածած չլնեիր, ու երբ որ ինչ որ գան արդեն դրսից քեզ բզբզեն, խոսքի տեսքով հելնի, որ ասես տես խոսքի, այն ժամանակվա իմ հարցերը այդ որ թողու բոյեր կար մեջես, ինչի բերեց վերածեց։ Իմ համար է դա անգերությունը։ Ու ոնց որ այտենց ընկերություններում ոնց որ էլ դու կարիք չունես ասելու, գիտես ինչ, այս ընկերությունը մնայունա, իրան էլ դու ոչ մի տիպի ոչ ստատուս ես տալի, ոչ պիտակ ես տալի, ոչ խոսք ես տալի, ոչ անուն ես տալի, ինքը ուղղակի ընկերու կա, հասկանում ես, ինքը հենց ոնց որ դու ուզում ես։ Դե արդեն սկսում ես այդ մարդկանց սիրել, ու ոչ ժամանակը, ոչ տարածությունը, բան չի, կարող է 2 ամիսը մեկ դու խոսաս, արա հետո գաս ախպեր այդ մարդուն տենաս, ոնց որ ոչ մի բան են, որ ու նստեք այնքան, չգիտեմ, սրտալի զրույց վարեք իրար հետ, ու ոչ մեկը չասի, ախպեր, ես խի էր կորած, օրինակ եմ, հա ասում։ Հա, այդ բանանելու դատապարտելու բանը, որ կապ չունես իրար հետ, ուրեմն դու իմ ընկեր չես կամ այ ապրես։ Դա այդ ձևականությունն է, էլի, հա։ Էդ էլ տես այն մյուս կողմն է, որ օրինակի համար այն տեղանքներում, որտեղ որ մարդկանց կարիքները, պահանջմունքները, այսինքն բան ֆիզիկական գոյության կարիքները մի քիչ հարցականի տակ է դրած, մարդիկ փորձում են ինչքան հնարավոր է, այտենց մեծ միջավայրներ
ճանաչեն։ Ու ինչքան մեծ միջավայրներ ես ճանաչում ու պիտակարում դու ես իմ ընկերը, դու ես իմ ընկերը, դու ես իմ ընկերը, այդքան ոնց որ քեզ կայուն ու կոմֆորտ ես զգում, որովհետև դու ջոգում ես ապահով ես։ Դա քեզ ապահովություն է տալիս։ Հա։ Այտենց չի, չես կարծում։ Չգիտեմ, ախր եթե այդ լիքը տենց մարդկանց է ճանաչում, որոնք բայց ոչ մեկի չես կարող վստահես բան իմանաս պետք եղած պահին կողքտեն։ Գոնե այտենց եթե շատ մարդիկ ես ճանաչում, գոնե դրանցից մի քանիսը պետք է ելնեն, որ իմանաս իրանք կան, չէ։ Ինչ է լինի մի բանը լինի, հետս կարամ ես մեկին զանգեմ, հետո լացել եմ։ Այ հենց ասածս էդ է, որ այդ կարիք կա, այսինքն ֆիզիկական գոյության կարիք ունեցող տեղերում մարդիկ ոնց որ ապահովություն գտնում են զուտ, որ ասեն ախպեր, դες մարդուն կարող զանգեմ, ոչ թե ներքին բանի, պրոբլեմ, էլի ջոգում ես, ինչին կռիվ ունեմ, եկեք կռվիս, օրինակ եմ ասում, հա, ասեց, ու մեկ էլ 60, 70, 100 հոգի հավաքվան, բայց իրանք ու զուտ ինքը զուտ այդ բոլորին ասել է դու իմ ընկերն ես, որ sense պահի հավաքվեին այդքանը, բայց խորքում այդ մարդիկ ոչ մեկը իրար հետ խորք չկան, հասկանում ես դու, էս է իմ ասածը։ Սիրտդ բաց ես էլի։ Հա, ու հետո արդեն ինչ որ ժամանակ կարիք է փոխվում, ինձ թվում է մարդու մոտ, որ դու արդեն սևեռվում ես կոնկրետ անձանց վրա, ում հետ դու խորք ես գտնում։ Ու այդ մարդկանց ու պահել, բռնում պահում ես, զախվատ ես անում, ասում ես, այս մարդու հետ իմ կապը հոգևոր է ու 100 տարի էլ մնա, մեկա դու զանգելու ես նույն տոնով, նույն ձևով հոգի բաց ես, էլի ջոգում ես։ Օրինակ, ասենք մեր ընկերներից մեկը, որ հիմա չգիտեմ, հա Ջոն, որ 100 հա։ Քանի տարի է արդեն 15 տարի է ճանաչում եմ։ Մենք իրար տեսել ենք անձնապես եւ մի 5 անգամ։ Հա։ Բայց լուրջ իմ ամենալավ ընկերներից է։ Որովհետև այդ մարդու հետ կարող ես բացվես, ինքը կարող է ինքը գիտի ոնց անի, որ մարդիկ իրա դեմ բացվեն, դա вообще չխոսենք դրա մասին, բայց այդ իրար հետ բացվելու, իրար կիսելու, այդ սրտը կպնելու բանը, բա ի՞նչ է։ Բայց այդ սիրելու ունակությունից էլ է գալիս, եթե ես չկարողանամ մյուսին սիրեմ կամ ինձ չսիրեն, ես չեմ հետաքրքրված լինի իրանց ներսով։ Ճիշտ ես ասում։ Այդ ու սերն էլ բոլորս էլ անդադ սեր ենք ուզում, ասենք տարբեր տեսակի, տարբեր տեղերից, տարբեր դրա համար էդ էլ է էլի դոպամինի բանը։ Էդի շատ դոպամին է։ Մենք այդ մեր ընկերական սերերը շատ բան են, շատ տենց դոպամինային են։ Խորը բաներ են, հա։ Ու ոնց որ մեջիցդ կայծեր թռնի, որ գան կպնեն հենց ներսդ այն տեղերում, որտեղ որ դու հենց բացելու կարիք ունես։ Ու այդ ոնց որ այդ ինձ թվում է այդ արվեստին կարելի է տիրապետել ու քո ասացի համաձայն ոնց որ ցանկությունն է պետք ու այդ բացահայտման ջիղը որ ներսում լինի որ ինքը ուզենա բացահայտի սովորի ու դու զգում ես ախպեր որ այդ պահանջմունքը ինքդ քեզ ճանաչելու ինչ որտեղ էլ չերես ուրիշներ է անպայման որ ուրիշները գան քեզի հարցեր ուղղեն որ դու բաների մասին խոսաս, ինչի մասին հələ դու չէիր խոսացել։ Միակողմանի չի, էլի։ Միակողմանի դա չի։ Հա։ Ու ինձ թվում է, հա, ընկերությունը հենց դրա մասին է, որ ինչ-որ, չգիտեմ, ու հետարքիր նաև էն է, որ ասենց որ էտապներ ես ապրում, բան, մտածում եմ, ասում եմ, ուրիշ ժամանակ ուրիշ էտապ ենք ապրել, հիմա օրինակ մեր էտապը է սա, հետո ինչա դառնալու օրինակ ընկերությունը, չէ։ Ախր կյանքն էլ այնքան զբաղված է բոլորիս։ Դրա համար դու ոնց որ ասեցիր, այդ մեծ շրջապատներից որոշում ես ընտրել մի քանի հոգու, որ կարաս իսկապես ինտենսիվ ժամանակ հետները անցկացնես ավելի խորը, որտեղ չունես ժամանակ, այդ ժամանակը պետք է փորձես իմաստավոր անցկացնես մի քանի հոգու հետ խորը, այլ ոչ թե տենց ինչ-որ ցրվերված բաներ, ինչ-որ տենց բան։ Բայց կոնկրետ ես հիմա որ մտածում եմ, իմ ընկերական հարաբերությունները թե ես ինչի եմ կյանքը սիրում, իմ ընկերները դրա մեջ շատ մեծ դեր ունեն։ Իմ համար էլ։ Իմ ընտանիքը, իմ ընկերները, իմ մոտիկ հարաբերությունները ամենամեծ դերը ունեն դրա մեջ, թե ես ինչի եմ կյանքը սիրում, որովհետև դրանից բացի ուրիշ տենց։ Էդի ոնց որ քեզ նաև կյանքի իմաստ էլ է տալիս։ Հա, բա ոնց։ Հա։ Հարաբերությունները ընդհանուր, չէ՞։ Ընդհանուր հարաբերությունը ոնց որ կյանքի իմաստ։ Քո հետ հարաբերությունը եւ քո սիրած մարդկանց հետ հարաբերությունը ոնց որ կյանքի իմաստը ամբողջ դրա շուրջն է։ Ինձ էլ է դες։ Որովհետև ոնց որ կյանքի իմաստը ոնց գցում բռնում ենք նաև ինքնաճանաչման ու աշխարհաճանաչման մեջ, հա։ Ու երբ որ կողքերդ կան մարդիկ, որոնք քեզ ուղղորդում են դեպի այդտեղ, ոնց որ
քեզ իմպուլս տան, որ դու ավելի լավ, ավելի կարճ ժամանակում ավելի շատ ճանաչես, սկսում ես դու այդ մարդկանց հետ արդեն կապել քո կյանքի իմաստը, էլի։ Ու ուզում ես այդ մարդկանց հետ կապ ունենաս, որ կյանքի իմաստի հետ ավելի մեծ կապ կոնտակտի գաս։ Դու իրանց հետ կապվելով դու քո հետ ավելի ես կապվում։ Ու իրականում այդ ամենակայֆ բանն է, էլի, որ դու կարողանաս։ Իրականում շատ հավեսել է, որ դու քո հետ կարողանաս ինքդ քո հետ կապվես առանց արտաքին բաների, այդ տարբեր տեսակներն են ոնց որ էլի, ինքդ քո հետ կապվելը առանց արտաքին ազդեցությունների, դա շատ կայֆ բան նա, ասենք, չգիտեմ, sense որ օրինակ, չգիտեմ, մեդիտացիայի մասին եթե կարանք խոսենք, այդ դու ինքդ քո հետ նստելու, դու ինքդ քո հետ լռության մեջ մնալու ու քո մտքերը լռեցնելու այդ բանը շատ կայֆ, էդ էլ իր կայֆը ունի, բայց էդ էլ միակողմանի չես կարա ասես էլի, ես ամբողջ կյանքս, ասենք մարդիկ կան որոշում են այդ ճանապարհը գնալ, չգիտեմ, գնալ բան անել, մոնք դառնալ, ասենք, մեկ ես էլ եմ մտածում, որ ասում գնայի, բայց որ գիտեմ գնում եմ ասիա այնտեղ օծեր են լինելու, ես մտածում օծերի խաթր չեմ գնա։ Հա, ուրեմն մի հատ բան կա, տես մի հատ գոռու կա, Մախարշին։ Հա։ Ինքը շատ բանը, մեծ մարդ է, գիս Աստված, սենց ասեմ։ Ինքը ապրել է ոնց որ 20-րդ դարի սկզբներին, բան մինչև կես 20-րդ դար։ Ուրեմն ոնց որ ինքը տենց ընտրում է այդ ճամփեն ու ժամանակը գալիս, որ ինքը ոնց ասեմ, ինքը նստում է երկար, կարող է խոսքի 8 ժամ մեդիտացիայի նստի, հա։ Հա։ Ու տենց միջատները գալիս են, իրան կծում են, բորբոքվում է, բանանում, բայց ինքը անտեսում է էդի։ Հա։ Որ անտեսում է, իր մարմինը թողում, ասում է, դու քո տեղը, ես իմ հոգևորության մեջ, sense կդրված բան։ Վերջը մի հատ պատմություն կա, ասում է ուրեմն դե այդ մարդիկ, այսինքն այդ մարդիկ, որ այդքան կապ են ունենում դիեզերքի հետ, իրանց մեջ բնականաբար ուրիշ, այսինքն այդ ուժերը, բաները իրանց մեջ արդեն այլ կերպ ալում, իրանք ոնց որ երկրային ավելի չեն, ավելի երկնային են լինում, էլի այդ մարդիկ, իրանց հատկություններով է։ Դու էլ գիտես այդ ամեն ինչ։ Ուղղակի այդ պատմության համար եմ ասում։ Մի օր նստած ա լինում այգում, սիրամարգը այնտեղ պտտվում է, բան։ Մեկ էլ կոբրան է գալիս։ Ոյ, լովելի, հա, օքեյ։ Կոբրան ասես գալիս է, բան, ասես գլուխը հանում է վերև, ակտիվանում է, բան, ու սկսում է այդ սիրամարգի հետ, որ հեսա պետք է կռիվ լինի։ Հա։ Այս Մախարշին պտտվում է, ասես ասում է, «Խի ես եկեք, սատկացնի էլի քեզ»։ Յանի սիրամարգ է, էլի։ Հա։ Պտտվի գնա։ Այս կոբրան պտտվում գնում է։ Հա։ Այդ մարդիկ, այսինքն, չգիտեմ, այդ ճանապարհը, որ ընտրում են, իրանք ոնց որ այնքան են սինխրոնանում բնության հետ։ Մտքի ուժն է, էլի ամեն։ Որ իրանց համար լեզու չի տա, այսինքն իրանք տիրապետում են յուրաքանչյուր լեզվի, դաժե կոբրայի լեզվի, դաժե սիրամարգի, դաժե խոսքի, չգիտեմ, իրանք ոչ թե խոսքով են դա ասում, այլ էներգիայով։ Չէ՞։ Մեդիտացիայի տարբեր պրակտիսներ կան, հիմա շատ չխորանամ դրա մեջ, բայց չէ, բայց դրա արդյունքում ինչ են դառնում, էլի, էդի նկատ, ինչ կարողությունների տեր են, էլի դառնում։ Նայ, օրինակ ես ոնց եմ բանանում, այն ինչ որ ես եմ արել, իմ բանը փիլիսոփայություն դրա հետևում որն է, որ դու պիտի բան անես, այդ ռեակցիա չտալու բանն է, չէ, որ դու վերջում որ ասում ես միջատները գայս ուտում են, ինքը ռեակցիա չի տալիս, չէ, օրինակի համար։ Հեսա գալու եմ քո բանին, ուղղակի ուզում եմ կառուցեմ միտքս։ Բանը, ամբողջ միտքը նրանումն է, որ դու բանը, մենք կյանքում ոնց ենք ապրում, հաճույք ենք տեսնում, ռեակցիա ենք տալի, որ գնանք կպնենք այդ հաճույքին։ Տհաճ մի բան ենք տեսնում, զգում, զգացողություններ են մարմնիդ մեջ։ Դու նույնիսկ եթե համովա մարմնիդ մեջ դու զգում ես այդ հաճույքը կամ տհաճությունը։ Ու միտքն հենց է ստեղծված, որ մենք անդադ հաճույքին կպնում ենք, բան ենք անում, sense կարճում ենք, տհաճությունից փախնում ենք։ Ճիշտ ես ասում։ Ու այդ դրանք երկուսն էլ ռեակցիա են, չէ՞, դու կպչունությունն էլ է ռեակցիա, փախնելն էլ է ռեակցիա։ Այո։ Հիմա այդ մեդիտացիան, որ անում ես, ամբողջ իմաստը այն է, որ դու նստես, մարմնի զգացողությունները ստուգես
ու հենց որ միտքդ գնում է տարբեր տեղեր ու զգացողությունները զգում տարբեր մարմնիդ վրա, այդ զգացողությունները եթե ասենց հերթով բան ես անում, սկեն ես անում, եթե հաճելի զգացողություն ես զգում, մեկը էլի առաջ ես գնում, չես մնում այդ հաճելի զգացողության վրա, եթե ցավ ես զգում, ինչը օրական 13 ժամ նստում ես, մի տեղը անպայման ցավում է, մի քանի տեղը դա ցավում, մեջքը դա ցավում, ծնկը դա ցավում, դու պետք է նայում ես ցավը, անցնում ես առաջ, դու չես կենտրոնանում, որ վախ ես ինչ-որ ցավում է, ինչ անեմ։ Ու ռեակցիան կլիներ ցավում է, տեղաշարժվես, որ ցավը անցնի, չէ՞։ Դες չես տեղա, իհարկե ինչ որ մի պահ կայսը չես դիմանում, արդեն տեղաշարժում ես, որտեվ դու, չգիտեմ, բան չես, բուդա չես, բայց իմաստը ամբողջը տենց է, որ դու ինչ որ պահի անընդհատ ու մի 3-4-5 օր որ նստում ես, տենց անում ես, ասենք 13 ժամ, դու պրոստը սովորում ես, որ ցավում է, ասես նստում ես, նայում ես, գնում ես, առաջ ես գնում, բան, ինչ է բերում էդի, ինչ որ մի պահի գալիս է, որ դու բան ես անում, դու քո այդ ռեակցիաներ էլ չես անում, դու ուղղակի նստած հետևում ես, ընդունում ես ու հետևում ես, ու ասում ես, էս էլ կփոխվի իրական այդ ամբողջ բանը, դա որ ցավա կամ բանա, չպետք է հավատաս, որ հեսա կմնա այս հաճույքը հետս կամ ցավա կմնա հետս։ Երկու դեպքում էլ անընդհատ բանա, որ էս էլ անցնելու։ Ու այդ հետևելու բանը, որ դու արդեն ինչ որ պահից ես պատկերացնում եմ, դու բան ես անում, դու քո մարմնականից երևի կա, ես չգիտեմ, ես երբեք չեմ արել, ֆիզիկականից, արդեն դու քո ֆիզիկականը պրոստա ընդունել ես, որ լավ է, վատա, ընդունում ես դու ամեն պահի, դու հետևում ես արդեն շուրջդ ինչա կատարվում աշխարհում, երևի ավելի լավ կապ ես ստեղծում ընդհանուր աշխարհի բնության հետ, բայց դի չգիտեմ, դա երևի շնչառությունը փոխվում է այն ժամանակ։ Շնչառությունը սկզբից մոտ, օրինակ տես, հա շնչառությունը դանդաղում է ավելի հաստատ։ Ծոր սինխրոնանա, չէ, ահա որ։ Հանգստանում ես, հա, սենց բան ես անում, բայց այդ ախր տեխնիկայի բանը նենց է, որ ամեն մարդ տարբեր բան է անում, ես օրինակ ճիշտ ես ասում։ Իմ մոտ ես սկսում եմ որ սկեն եմ անում, աչքերս անդադ ուղղում եմ այդ տեղերը, որտեղ ասենք չգիտեմ, ոտքերս եմ սկեն անում, մեջքս եմ սկեն անում, բան։ Այստեղ շատ, այսինքն ճակատի կենտրոն շատ ես ուղղում, թե ամեն տեղ ես ուղղում աչքերը։ Չէ, ամբողջ իմաստը, որ ամբողջ մարմնովդ սկեն անելով իջնես, զգացողություններդ ստուգես ու բարձրանաս։ Մի կոնկրետ տեղ չես կենտրոնանում, ամբողջ մարմնով բարձրանում իջնում ես անդադ, որ տարբեր զգացողություններ զգաս, բայց ռեակցիա չտաս։ Որ դու քեզ տրեյն անես, որ դու տարբեր զգացողություններ ունես անընդհատ, բայց պարտադիր չի դու անդադ ռեակցիա տաս ինչ-որ զգացողություններ, դու հակառակը պետք է ուղղակի ընդունես, որ իրանք կան, բայց անցնելու են, կանցնի, դա էլ կանցնի։ Շնչառությունը դա հանգստանում, ես օրինակ բան եմ անում, աչքերս էլ էի ուղղում տեղեր, ու էդի բանը անում, սկսում էր գլուխս ցավալ ինչ-որ մի պահի, ասենք կոնկրետ դժվարանում էր իմ համար։ Դու մենակ նստած ես անում, թե պառկած ես անում։ Չէ, նստած ես անում, բայց դե ինչ-որ մի պահի, որ այնքան ես հոգնում, որտեղ օրական առավոտ ժամը 4-ից սկսում ես, մինչև իրիկունը ժամը 8:30, ասենք մեջտեղները մի քանի հատ բաներ ունես, պաուզաներ ունես, բայց օրը մոտավորապես 13 ժամ պլանավորված է, որ դու պետք է մեդիտացիա անես։ Դե այդ բաների ժամանակ, այդ կուրսերի ժամանակ ոնց որ սենց կա, որ պետք է մի 5-6 ժամ կա, որ դու բոլորի հետ ես նստում ու մնացած ժամերը ասում եմ կարա սենյակում մեդիտացիա անես կամ բոլորի հետ, այնտեղ օրեր ժամանակներ կա, ես ուղղակի գնում պարկում եմ, որտեղ այնքան ես հոգնում, որ արդեն չես կարող, ասենք 3-4 օրը 13 ժամ անընդհատ։ Բայց որ պարկում ես, էլի մեդիտացիա ես անում։ Չէ, հա, ուզում ես ուղղակի հանգստանաս, որտեղ գիշերն էլ ժամը 4-ին արթնանում ես, ասենք կոնկրետ էլի։ Պետք է օրենքով պետք է անես, բայց իսկ պարկած մեդիտացիա, օրինակ ես միշտ պարկած եմ արել։ Միշտ պարկած եմ արել, ես սկզբից դաժե ես չեմ իմացել ինչ է դա, ինքս ինձ եմ բացահայտել, այսինքն ես մի օր դաժե ոնց ասի, ես որ նոր գնացի Գերմանիա, խնդիրներ ունեի մի քիչ առողջական բան, ու ցավեր ունեի, չէի կարող լուծել այդ խնդիրը, ստամոքսային ինչ-որ սննդի փոփոխության բան, ու հետո կարծեմ մի օր քո հետ խոսացի, ասեցի
փորձի հələ ցավը տանտես ես։ Դա ես բարձ հիշում եմ, հա։ Մի օր քոքոյիդ խոսացի, ասեցի լավ բան ասում, հələ սպասի տեսնեմ ինչ հա, հա։ Գնացի պարկեցի սենյակումս, աշկերս փակեցի, այդ ամեն ինչ ոնց բնական է եկել էլի։ Գնացի պարկեցի այդ օրը, աշկերս փակեցի, թևերս կողք գցեցի, ոնց որ անհոգ պարկես էլի, ասես ոտերս բացված, բան ու անկախ իմ կամքից ոնց որ աչքերս ուղղվեց դեպի այս երրորդ աչք, ճակատի մեջտեղ։ Ու ինքս ինձ սկսեցի կրկնել։ Սարգիս անտեսի ցավը, Սարգիս անտեսի ցավը, հա։ Որ օթից։ Ու տենց դե բանա, չէ, դա մանտրաների ձևեր է, էլի ոնց որ երբ որ դու քեզի բաներ ես ասում, մարմինդ լսում է ու գիտակցությունդ արդեն հելնում ավելի վերև քան քո միտքն է ու սկսում է ոնց որ գիտակցությունն է դառնում քո տերը։ Ու հետո զգացի որ իմ մարմինը թուլանում է, թմրում եմ ես։ Ու երբ որ ես զգացի որ թմրում եմ, զգացի որ էս ինձ անծանոթ մի աշխարհ էր, էս ինչ էր։ Բայց ինքը ինձ կանչեց, այսինքն իր մեջ այնքան բան կար, որ այնքան ոչ թե կայֆ կար, այլ բացահայտելու բան կար, ասեցի ինչ էր այս աշխարհը։ Այդ 2014 թիվն էր, 15։ Ու հետո սկսեցի ես ամեն օր էդի փորձել։ Ամեն Աստծո ես պարկում էի ու ասում էի Սարգիս, թող, քեզ թող։ Ու երբ որ ինքս ինձ թողում էի, հայտնվում էի, մի օր հայտնվում էի, մի օր չէի հայտնվում եւ այլն։ Ու դա դառավ ոնց որ իմ համար մի թերապիա, որը որ իմ հետ ես անում էի ու կարող է խոսքի օրվա մեջ 10 րոպե, 15 րոպե տրամադրեի դրան ու հետո կարող է օր լիներ, որ ես կտրվեի ու հետո սենց հետ դառնայի ու ես զգայի ոնց որ 7 օր 7 գիշեր ես քնել զարթնել եմ։ Այդքան էներգիայով։ Ու բացի այդ ու հետո զգայի, որ իմ ներսում ոնց որ այդ էներգիաների բաները, հանգույցները լրիվ ազատված է, ես ներսումս ոնց որ բաներ չունեմ, խցանված տեղեր չունեմ, այ ապրես, հա։ Ու երբ որ դա ոնց որ դառավ ընթացք, ինչ որ մի պահերի ես զգացի, որ խորանում է ինքը։ Ես ինչ որ տեղերում եմ հայտնվում, որտեղ ես իմ մարմինը լրիվ թողած եմ։ Ու դրա համար եմ ես ասում, խի եմ պարկած անում, որովհետև երբ որ պարկած եմ անում, ես թուլանում ես, դու ոնց որ նստած դիրքում պետք է նյարդդ աշխատի, չէ՞ որ պահես քեզ։ Նայ, բայց այստեղ տեխնիկայի տարբերություն կա, հենց ասենք, չգիտեմ, այդ վիպասանան, որ ես գնում էի կուրսերին, ինքը ամբողջ իմաստը հենց այդ է, որ դու մարմինդ զգացողությունները լինեն, որ դու ցավ զգաս։ Հասկացա։ Որտեվ ցավ զգալ ու ռեակցիա չտալը, հա, հեշտ բան չի։ Հա, ես լրիվ հասկացա դու ինչի նկատի ունես։ Այսինքն ինքը դրա իմաստը դրանումն է, էլի։ Հա, դրա եմ ասում, տարբեր տեխնիկաներ էլ կան, տարբեր բաներ, տարբեր բաներ։ Բայց օրինակ ես կուզեմ դու մի հատ էլ որ օրինակ գնաս փորձես բանը, որովհետև մանավանդ ռեակցիաներ տալը, գիտես ինչքան է սովորացնում քեզ, որ բանը, ինչ որ մի բան է լինում շուրջդ, դու sense բան ես սառն ես ավելի մոտենում, ասում ես մի հատ օքեյ, մի հատ ռեակցիա չտամ այս բանին։ Իհարկե միշտ չի որ տենց, հա, եթե կոճակներիդ կպնում են լավ էլ սկսում ես նորից ռեակցիա տալ, ինչ որ պահի որտեվ բանա, բայց քեզ ոնց որ նոր հմտություն է սովորացնում, թե ոնց կարաս չբանանես, sense էմոցիոնալ մի անգամից բռնկում չբանանես, ավելի sense հանգիստ բանանես, ասես օքեյ, եղավ, ոնց ինչ ազդեցություն է իմ վրա էդի թողում, ինչ եմ հիմա ջղայնանում օրինակ ես, որտեվ սկսում ես օրինակ այդ զգացողությունները ջոգել, օքեյ, հիմա ջղայնացա, բայց ինչի ջղայնացրեց դա ինձ։ Լրիվ հետևում ես քեզ, էլի, լրիվ հետևում ես քեզ ռեակցիաներին ու եթե ամեն օր անես, եթե ամեն օր հետևես ու բանանես, այդ ինչ են անորից հայերեն չգիտեմ, awareness-ը որ ունենաս այդ արտնացումը ամենօրյա աշխարհում կյանքում ունենաս, չէ՞, որ ունենաս, բայց դա էլ օրալինում լավ չես քնել, հոգնած ես, միտքդ չի աշխատում, լավ չես, ստրեսերի տակ ես, պետք է գործ անես, չես հասցնում, քեզ մոռան
աշխարհը հենց ամբողջ դրան մասին է, որ դու քեզ մոռանաս, դու գնաս իրանց ասածը անես։ Այ ճիշտ ես ասում։ Ամբողջ աշխարհը ինքը քեզ թույլ չի տալի, էներգիա չի թողում, որ դու քո հետ մնաս։ Ապրես, հա։ Ու դա էլ դրա մասն է, էլի, որ կարողանաս դու քո հետ ժամանակ վերցնես, կարենաս գոնե։ Քո ներսերում դզես, բոլտերը ձգես, թուլացնես, ուսես բաներ անես, հա։ Օրինակ, իմ լավ ընկեր Գեգամի հետ մենք շատ ենք խոսում այս մասին, ինքն էլ է այտենց շատ մեդիտացիաներով հետաքրքրված կամ զբաղվում է բան, բայց դե ինքը այտենց ես օրինակ home office եմ անում, ու դա ոնց որ ինձ թույլ է տալիս, որ որոշակի էներգիա ինքս իմ համար պահեմ, ու հետո ուղղեմ դեպի ինձ, դա փառքություն է, էլի։ Բայց երբ որ մարդը գնում է տեղային աշխատանքի, ինքը քանվում է, հարաբերությունները, բաները, էներգիաները, տուն ես գալիս սպառված, այդ սպառվածության մեջ դու չես կարող, աչքերդ փակես, ուղղակի դու քնում ես, դու չես կարող ֆոկուսի մեջ մնաս, էլի։ Հա, դժվար է, ես օրինակ այդ շատ մեծ բան է, որ տնից կարող ենք աշխատել։ Դա մեծագույն պարտք է։ Չեմ ասում, որ ժամել էլ բանանում սպորտի համար, բանի համար կարող։ Կերակուրը տես պատրաստում, մաքուր բան եւ այլն։ Ապրես շատ է զրույցների համար, քույրիմ։ Դու էլ ապրես, աղբերին։ Մենք կկրկնենք, դեռ ոչ թե կկրկնենք, նորից կխոսենք, ապրեք, շնորհակալ ենք լսելու համար ու հաջողություն ձեզ։ Մերսիներ։ Հաջողություն, մերսի։